Ամերիկայում ծնված երեխաների քաղաքացիության իրավունքը պահպանված է։ ԱՄՆ գերագույն դատարանը մերժեց Թրամփի պահանջը, որը նախատեսում էր չեղարկել այդ իրավունքը։ Դատարանը վճռեց, որ նախագահի հրամանը հակասում է սահմանադրությանը։ Դատավորները պաշտպանեցին սահմանադրության 14-րդ ուղումը։ Այն երաշխավորում է քաղաքացիություն ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուր անձի համար։ Թրամփի հրամանը պետք է զրկեր անօրինական ներգաղթյալների երեխաներին քաղաքացիությունից։ Դատարանի 3 անդամներ աջակցել են նախագահին, նրանք պնդում էին, որ 14-րդ ուղումը վերաբերում է միայն նախկին ստրուկներին։ Ի պատասխան դատարանը հիշեցրել է 1898 թվականի նախադեպը։ Այն ժամանակ դատարանը հաստատել էր քաղաքացիության լայն իրավունքը։ Դատարանը Թրամփի հրամանը կասեցրել էր դեռ հունվարին, դա նախագահի 3-րդ պարտությունն էր վերջին ամիսներին։ Բազմաթիվ իրավապաշտպաններ արդեն հանդես են եկել դատարանի այս որոշումը ողջունող հայտարարություններով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վառելիքի գինը կրկին աճում է, կալիֆոռնիացիները պատրաստվում են նոր հարվածի։ Գլենդելում իշխանափոխության ժամ է, նոր պաշտոնյաները ստանձնում են ղեկը, ինչպես քաղաքը խուսափեց ֆինանսական ճգնաժամից։ Նոր պաշտոնյաներ, հին խնդիրներ։ Հուլիսին Գլենդելում ոստիկանությունը խստացնում է հսկողությունը։ Դիսնեյլենդ ընդամենը $59, հրաշքներ իսկապես լինում են։ Եվ թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք, թե ինչպես ներգաղթյալ հայի որդին ԱՄՆ-ում դարձավ նախարար։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայք եք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Արդյոք Թրամփը պատրաստվում է հանձնվել ծննդյան իրավունքով քաղաքացիության գործով գերագույն դատարանում կրած պարտությունից հետո։ Պարզվում է, ոչ, այժմ նախագահը կոչ է անում կոնգրեսին օրենք ընդունել արգելելով ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, սակայն կոնգրեսում Թրամփի աջակիցները քիչ են։ Այդ պատճառով օրենքի ընդունումը դժվար է լինելու։ Սահմանադրության փոփոխության համար պետք է 2/3 համաձայնությունը։ Անհրաժեշտ է 60 ձայն օրենքը Սենատում անցկացնելու համար։ Սենատում հանրապետականներն ունեն միայն 53 տեղ։ Ամեն դեպքում սենատոր Էրիկ Շմիթը խոստացել է առաջարկել նման փոփոխություն։ Նա կարծում է, որ ներգաղթը սպառնալիք է Ամերիկային։ Դեմոկրատները հակառակը ողջունում են դատարանի որոշումը։ Նրանք կարծում են, որ սա ամերիկյան արժեքների հաղթանակն է։ Նոր հարցումները ցույց են տալիս հասարակության տարբեր կարծիքները։ Հարցվածների մեծ մասը սահմանադրական իրավունքը համարում է կարևոր։ Թրամփը սակայն չի նահանջում եւ խոստանում է պայքարել մինչեւ վերջ, այնպես որ կարծում ենք, որ այս թեմային անդրադառնալու առիթներ առաջիկայում դեռ կունենանք։ ԱՄՆ-Իրան բանակցությունները Քաթարում մեծ հարցականի տակ են, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ անգամ հանդիպման վերաբերյալ։ Վերջին օրերին հրթիռային հարձակումները սրել են իրավիճակը, Իրանը հերքում է բանակցությունների մասին լուրերը։ Այս հակամարտությունը խաթարել է նավթի համաշխարհային մատակարարումները, Հորմուզի նեղուցի փակումը նավթի գինը բարձրացրել է։ Դա տնտեսական խնդիրներ է առաջացրել հենց Թրամփի համար։ Նա Քաթար է ուղարկել Ջարեդ Քուշներին եւ Սթիվ Ուիթքոֆին։ Իրանի նախագահն էլ իր երկրի հաղթանակի մասին է խոսել։ Նա պնդում է, որ Քաթարում սառեցված ակտիվներից $6 միլիարդ կվերադառնա Իրան։ Ամերիկյան կողմը պնդում է, որ ռազմական առումով հաղթում է, սակայն փաստացի Իրանը շարունակում է վերահսկել նավթային նեղուցը։ Անորոշությունը շարունակվում է, իսկ նավթի գները բարձրանում են, կողմերը դեռ չեն կատարել համաձայնագրի բոլոր կետերը։ Միջնորդները փորձում են կազմակերպել տեխնիկական թիմերի առանձին հանդիպումներ։ ԱՄՆ գերագույն դատարանը արգելեց տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Իրավապաշտպան խմբերը մտահոգված են այս որոշմամբ։ Այս վճիռը կարող է ազդել նաև բազմաթիվ նահանգների վրա։ Ընդհանուր առմամբ 25 նահանգ ունի նմանատիպ արգելքներ։ Թրամփը ավելի վաղ հատուկ հրաման էր ստորագրել, այն կոչվում է «Տղամարդկանց հեռու պահել կանանց սպորտից»։ Թրամփի վարչակազմն այդ թեմայի հետ կապված անգամ դատական հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի դեմ։ Մի շարք մարզական կազմակերպություններ, նրանց թվում Օլիմպիական կոմիտեն, արդեն սահմանափակումներ են կիրառել։ Տրանսգենդեր մարզիկների իրավունքների համար պայքարը դարձել է ավելի բարդ, դատարանը շարունակում է մերժել նրանց հայցերը։ Թրամփը մեկ տարվա ընթացքում միայն իր անունը կրող կրիպտոարժույթներից վաստակել է մոտ $1.4 միլիարդ։ Այս մասին նշվում է նախագահի ֆինանսական հայտարարագրում։ $635 միլիոն Թրամփը ստացել է Celebration Coins խմբի հետ պայմանագրից, $236 միլիոն այլ կրիպտոարժույթներից։
Հաշվետվության մեջ ներառված են նաև դատական հայցերից ստացված եկամուտները։ Թրամփը ստացել է $80 միլիոն ABC, CBS, Meta և YouTube ընկերություններից։ Այդ գումարները փոխանցվել է նախագահի անվան հիմնադրամին։ Թրամփը պաշտոնավարման ընթացքում չի հրաժարվել իր ակտիվներից, դրանք կառավարվում են երրորդ կողմի ֆինանսական հաստատությունների միջոցով, իսկ առաջին տիկին Մելանիա Թրամփի եկամուտը ավելի համեստ է։ Վաստակել է ընդամենը $10 միլիոն իր մասին վավերագրական ֆիլմի լիցենզավորումից։ 4.4 տրիլիոն դոլարանոց տնտեսություն, 352 միլիարդ դոլարի բյուջե Գևին Նյուսոմը նման տպավորիչ թվերով է պատրաստվում պաշտոնավարումն ավարտել։ Նա պաշտոնը կթողնի 2027 թվականին, վերջին բյուջեն ստորագրելու առթիվ նախորդ տարիների ձեռքբերումներն է հիշեցրել։ Նա հանգամարել է միլիարդավոր դոլարների հին պարտքեր, կուտակվել են զգալի ֆինանսական պահուստներ։ Կալիֆոռնիան ապահովում է անվճար սնունդ բոլոր դպրոցականների համար, սա առաջին նահանգն է նման ծրագրով։ Ապահովագրության հասանելիությունը նույնպես զգալի չափով ընդլայնվել է։ Չափահովագրվածների թիվը իջել է մինչև 5.9%, Թեքսասում այդ ցուցանիշը 16.7% է։ Ենթակառուցվածքներին հատկացվել է $180 միլիարդ, մաքուր էներգիայի ծավալը հասցվել է ընդհանուրի մոտ 70%-ին։ Բարձրացվել է նաև նվազագույն աշխատավարձը, անօթևանության մակարդակը նվազել է վերջին 15 տարում։ Տնտեսական աճը 2019 թվականից կազմել է 40%։ Թողարկման այս հատվածում մի քանի լուր ունեն Գլենդելից։ Քաղաքի նոր ղեկավարներն արդեն ստանձնել են իրենց պաշտոնները։ Ընտրությունների արդյունքներն արդեն պաշտոնապես հաստատված են։ Հունիսի 26-ին դրանք ստացել են իրավական ուժ։ Հուլիսի 30-ին քաղաքային խորհուրդը հրավիրել է հատուկ նիստ նվիրված երթմնակալությանը։ Ընտրված պաշտոնյաների ցանկն արդեն հայտնի է։ Դեն Բրոթմանը եւ Էլենա Սատրյանը վերընտրվել են։ Ալեք Բարտրոսովն առաջին անգամ է ընտրվել խորհրդի կազմում։ Քաղաքային գործավար է վերընտրվել Սյուզի Աբաջյանը։ Գանձապահի պաշտոնը պահպանել է Ռաֆի Մանուկյանը։ Այս քայլով ավարտվել է ընտրական գործընթացը։ Արարողության ժամանակ խոսքով հանդես է եկել Արա Նաջարյանը։ Նա ավարտում է իր երկարամյա պաշտոնավարումը։ Նաջարյանը ծառայել է Գլենդելի քաղաքային խորհրդում 20 տարուց ավելի։ Հաջորդ լուրը կարևոր է Գլենդելի վարորդների համար։ Ոստիկանությունը հուլիսին կիրականացնի ուժեղացրած ծառայություն։ Բարեկները կհետևեն մեքենաների արագությանը, նպատակն է ստիպել վարորդներին պահպանել սահմանված չափը։ Արագ երթևեկությունը դարձել է մահացու վթարների գլխավոր պատճառը։ Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության տվյալներով 2024 թվականին վթարներից զոհվել է 11288 մարդ։ Սա կազմում է երթևեկության բոլոր մահացությունների 29%-ը։ Կալիֆոռնիայում նույն տարում գրանցվել է 1139 մահացու դեպք։ Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է նոր ֆինանսական ծրագիրը, այն նախատեսված է 2026-27 ֆինանսական տարվա համար։ Քաղաքի ընդհանուր բյուջեն կազմում է 1.29 միլիարդ դոլար, ընդհանուր հիմնադրամին հատկացվել է 377.9 միլիոն դոլար։ Բյուջեի մշակումը տևել է 2 ամիս։ Ապրիլից հունիս տեղի է ունեցել 4 հանրային լսումներ, խորհուրդը քննում է բոլոր ոլորտների ծախսերը։ Նրանք գնահատել են ենթակառուցվածքների և ծառայությունների կարիքները, քաղաքը պահպանում է իր բոլոր հիմնական գործառույթները։ Սկզբում բյուջեն ուներ 31.7 միլիոն դոլարի դեֆիցիտ։ Ծախսերն աճում են եկամուտներից ավելի արագ, այս խնդիրը բնորոշ է Կալիֆոռնիայի շատ քաղաքներին։ Իշխանությունները կրճատել են ծախսերը և գտել եկամտի նոր աղբյուրներ, դեֆիցիտը նվազել է մինչև 2.4 միլիոն դոլար։ Խորհուրդը որոշել է շարունակել Adams Square գրադարանի աշխատանքը։ Նրանք կքննարկեն նաև ոչ առևտրային կազմակերպությունների սուբսիդավորումը։ Առաջիկայում կվերանայվի քաղաքային վճարների ամբողջ ցանկը։ Կալիֆոռնիայի վարորդները շուտով ավելի շատ գումար կվճարեն բենզինի համար։ Հուլիսի 1-ից նահանգում բենզինի հարկը բարձրացել է 2.2 ցենտով։ Այդպիսով Կալիֆոռնիայում գազի հարկը հասել է 63.4 ցենտի։ Այս հարկը կապված է գնաճի հետ։ Օրենքը ընդունվել է 2017 թվականին, հավաքված գումարը կուղղվի ճանապարհների նորոգմանը։ Թրամփը ցանկանում է ժամանակավորապես չեղարկել դաշնային հարկը, այն կազմում է 18.4 ցենտ, սակայն այս առաջարկին անհրաժեշտ է կոնգրեսի հավանությունը։ Վառելիքի անընդհատ գնաճից փրկվելու հույսով շատերը սկսում են գնել էլեկտրական մեքենաներ։ Կալիֆոռնիայի իշխանությունները խրախուսում են դա նպատակ ունենալով մինչև 2035 թվականը վերջ տալ բենզինային մեքենաների վաճառքին։ Այժմ նահանգում գործում են բնապահպանական խիստ ստանդարտներ։
Կալիֆորնիայում 31-ամյա կինը ողջ է մնացել ահավոր անկումից հետո նա Շաստա լեռը բարձրանալիս ընկել է 1500 ոտնաչափ բարձրությունից։ Շաստա լեռը 14000 ոտնաչափ բարձրություն ունեցող ակտիվ հրաբուխ է, այն գտնվում է Սիսկիյու շրջանում։ Փրկարարները նրան գտել են լավ վիճակում, նա հավանաբար կոտրել է կոճը։ Կինը վնասվածքներ է ստացել, բայց նրա գիտակցությունը տեղն է եղել։ Փրկարարական խումբը նրան ուղղաթիռով է տեղափոխել հիվանդանոց, կինը եղել է սկսնակ լեռնագնացների խմբում։ Անտառային ծառայության ներկայացուցիչները հիշեցրել են Շաստան վտանգավոր լեռ է համարվում, այնտեղ եղանակը փոխվում է շատ արագ, իսկ ռելիեֆը բարդ է ինչպես վերելքի ու վայրեջքի, այնպես էլ փրկարարական աշխատանքների համար։ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը թույլատրել է ZYN նիկոտինային քսակների գովազդը։ Արտադրողը կարող է դրանք ներկայացնել որպես ծխախոտից ավելի անվտանգ միջոց։ Ըստ հիմնավորման դրանք նվազեցնում են սրտի հիվանդությունների և քաղցկեղի վտանգը, սակայն սրանք չեն համարվում ծխելը թողնելու պաշտոնական միջոց։ Թույլտվությունը վերաբերում է միայն հատուկ համերով տարբերակներին, երեխաների սիրելի մրգային համերը այս ցանկում չկան։ Երեխաների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կառույցներ արդեն բողոքել են նման որոշման դեմ։ Ըստ նրանց դա կախվածություն առաջացնող միջոց է, որի վնասակար կողմերի մասին դեռ բավարար հետազոտություններ չեն արվել։ Առայժմ ZYN-ը մնում է ամենատարածված բրենդը դպրոցականների շրջանում, նրանցից շատերը քսակներն օգտագործում են ամեն օր։ TikTok-ը հաշտության համաձայնություն կնքեց ֆլորիդացի պատանու հետ։ 15-ամյա տղան մեղադրում էր հարթակին հոգեկան առողջությունը վնասելու համար։ Նա պնդում էր, որ սոցցանցերը ստեղծված են կախվածություն առաջացնելու նպատակով։ Այդ գործը քննվում է Լոս Անջելեսի գերագույն դատարանում։ Համաձայնության մանրամասները դեռ հստակ չեն։ YouTube-ը նույնպես հաշտվել է հայցվորի հետ անցյալ շաբաթ։ Սակայն Մետան և Սնափը կկանգնեն դատարանի առաջ հուլիսի 27-ին սպասվում է նոր դատավարություն։ Հայցվոր տղան օգտվում է սոցցանցերից 8 տարեկանից։ Նրա մոտ ախտորոշվել են անհանգստություն և ընկճախտ։ Նախորդ գործով դատարանը $6 միլիոն տուգանք էր նշանակել ընկերության վրա։ Այդ ժամանակ դատարանը ընկերություններին մեղավոր էր ճանաչել հարթակների սխալ ձևավորման հարցում։ Այժմ դատարանի ուշադրության կենտրոնում են անվերջ սքրոլի և ինքնուրույն նվագարկման գործառույթները։ Մետայի ղեկավար Մարկ Ցուկերբերգն արդեն պաշտպանվել էր նախորդ դատավարության ընթացքում, հազարավոր այլ հայցեր դեռ սպասում են իրենց հերթին։ Սոցցանցերի դեմ պայքարը դարձել է մասշտաբային ու բարդ երևույթ։ Դատարանները փորձում են պարզել ընկերությունների պատասխանատվությունը պատանիների հոգեկան վիճակի հարցում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Դիսնեյլենդը հյուրերին հրավիրում է զվարճանքի անսպասելի ցածր գնով։ Սովորաբար մուտքի տոմսն արժեն մինչև $206, այժմ հնարավոր է տոմս գնել ընդամենը $59։ Այս առաջարկը գործում է հուլիսին և կշարունակվի մինչև օգոստոսի սկիզբը, այն կապված է Դիսնեյլենդի 70-ամյակի հետ։ Թեմատիկ այգիները նշում են իրենց հիմնադրման կարևոր տարեդարձը։ Այգին բացվել է 1955 թվականին Կալիֆորնիայում, ցածր գնով տոմսերը գործում են երեկոյան ժամերի համար։ Դրանք հասանելի են կիրակիից մինչև չորեքշաբթի։ Ակցիան սկսվում է հուլիսի 12-ից և ավարտվում է օգոստոսի 5-ին։ Դիսնեյլենդ այգի այցելուները կարող են մուտք գործել երեկոյան ժամը 7-ից, իսկ Disney California Adventure այգի կարող են մտնել ժամը 5-ից։ Տոմսերը պարտադիր պետք է ամրագրել նախապես։ Յուրաքանչյուր այցելու կարող է գնել առավելագույնը 8 տոմս։ Պատասխանատուները հիշեցնում են, որ գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն, իսկ ամրագրումը պետք է կատարել միայն պաշտոնական կայքի միջոցով։ Չղջիկը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա։ Երեխային փրկել են օգնության հասած եղբայրները, որոնք սպանել են չղջիկին։ Շուտով պարզվել է, որ չղջիկը վարակված է եղել կատաղություն հիվանդությամբ։ Դեպքը տեղի է ունեցել Վիսկոնսին նահանգի Տիգերթոն բնակավայրում։ Հետազոտությունը հաստատել է նախնական ախտորոշումը։ Աղջիկը բուժումը սկսել է հարձակման ենթարկվելուց 2 օր անց։ Բժիշկները հիշեցնում են, որ կատաղությունը գրեթե միշտ մահացու ելք է ունենում առանց բուժման։ Սակայն 5 ներարկումը սովորաբար կանխում է հիվանդությունը։ Նախկինում ևս այս նահանգում չղջիկների կողմից հարձակումների դեպքեր եղել են։ ՆԱՍԱ-ն գրեթե $600 միլիոն է հատկացրել լուսնի վրա մշտական բազա հիմնելու նպատակով։ Գումարը տրամադրվել է մասնավոր տիեզերական ընկերություններին, որոնք պետք է գիտական սարքավորումները լուսին հասցնեն։ Ամբողջ ծրագրի համար ՆԱՍԱ-ն կծախսի $20 միլիարդ առաջիկա 7 տարվա ընթացքում։ Այս փուլում ընտրվել է 3 ընկերություն Փենսիլվանիայից և Թեքսասից։ Հենց նրանց միջև կբաշխվի $600 միլիոն։ Աշխատանքներ են տարվելու լուսնի հարավային բևեռում։ ՆԱՍԱ-ն ձգտում է լուսնի վրա ստեղծել կայուն ենթակա
կառուցվածք։ Դա ներառում է էներգետիկ եւ կապի նոր համակարգեր։ Լուսինը կարող է դառնալ դեպի Մարս առաքելության լավագույն հարթակը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը կպատմի ԱՄՆ-ում ամենաբարձր պաշտոնը ստանձնած հայ պետական գործչի մասին։ Բարև ձեզ։ Ով է Ամերիկայում ամենաբարձր պաշտոնին հասած հայը։ Այսօր կպատմեմ մի հայի մասին, որը Միացյալ Նահանգների պատմության մեջ վաղուց արդեն առանձնահատուկ տեղ ունի։ Խոսքը Փոլ Իգնեշիուսի մասին է։ Նա ծնվել է հենց Գլենդելում, ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար եւ մինչ օրս համարվում է Ամերիկայում ամենաբարձր պաշտոնին հասած հայ ազգի պետական գործիչը։ Փոլ Իգնեշիուսը ծնվել է 1920 թվականին։ Նրա ծնողները հայոց ցեղասպանությունից փրկված հայեր էին, որոնք Օսմանյան կայսրությունից գաղթել էին Միացյալ Նահանգներ։ Հայաստանի հետ անմիջական կապերը շատ ավելի ուշ են հաստատվել, բայց հայկական ինքնությունն ու ներգաղթյալ ընտանիքի արժեքները հետագայում մեծ ազդեցություն ունեցան նրա կյանքի ու գործունեության վրա։ Գլենդելու մեծացած պատանին վաղ հասակից առանձնանում էր կարգապահությամբ եւ հետաքրքրությամբ պետական ծառայության նկատմամբ։ Այդ ճանապարհին առաջին քայլը որակյալ կրթությունն էր։ Այդ տարիներին բարձրագույն կրթություն ստանալը հեշտ չէր, բայց Իգնեշիուսը կարողացավ ավարտել հեղինակավոր համալսարան եւ ամուր հիմք ստեղծել իր հետագա կարիերայի համար։ Իգնեշիուսն ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, ստանալով բիզնեսի եւ տնտեսագիտության ոլորտի կրթություն։ Համալսարանական տարիները նրան տվեցին ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև առաջնորդական հմտություններ։ Ավարտելուց անմիջապես հետո աշխարհը հայտնվեց պատերազմի մեջ եւ երիտասարդ Իգնեշիուսը որոշեց ծառայել երկրին միանալով ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ այն շրջադարձային փուլը, որը ձևավորեց Փոլ Իգնեշիուսի հետագա ուղին։ Ռազմածովային ուժերում ծառայությունը նրան սովորեցրեց արագ որոշումներ կայացնել, աշխատել մեծ պատասխանատվության պայմաններում եւ ղեկավարել մարդկանց։ Հենց այդ փորձն էլ հետագայում նրա համար ճանապարհ բացեց դեպի Վաշինգտոնի ամենաբարձր պետական պաշտոնները։ Պատերազմի տարիներին Իգնեշիուսը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում Խաղաղ օվկիանոսի ռազմաճակատում։ Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների։ Պատերազմից հետո վերադարձել է քաղաքացիական կյանք, սակայն պետական ծառայությունից չի հեռացել։ Նրա փորձն ու կազմակերպչական կարողությունները շուտով գնահատվեցին դաշնային կառավարությունում։ 1960-ականներին Փոլ Իգնեշիուսի կարիերան նոր թափ ստացավ։ Նա ներգրավվեց ԱՄՆ պաշտպանության համակարգի ղեկավար կազմում եւ ընդամենը մի քանի տարվա ընթացքում հասավ մի պաշտոնի, որը մինչ օրս որևէ այլ հայ չի զբաղեցրել։ Այդ փաստը նրան առանձնահատուկ տեղ է տալիս ոչ միայն ամերիկյան, այլև հայկական պատմության մեջ։ 1967 թվականին նախագահ Լինդոն Ջոնսոնի առաջարկությամբ Փոլ Իգնեշիուսը նշանակվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև 1969 թվականը։ Այսօր էլ նա համարվում է Միացյալ Նահանգների դաշնային կառավարության նախարարական մակարդակի ամենաբարձր պաշտոնին հասած հայ ազգի միակ պետական գործիչը։ Նրա պատասխանատվության ներքո էին ռազմածովային ուժերի եւ ծովային հետևակի գործունեության կարևոր ուղղությունները։ Պետական ծառայությունից հետո Փոլ Իգնեշիուսը չհեռացավ առաջնորդի դերից։ Նա տեղափոխվեց մասնավոր հատված, որտեղ իր փորձն օգտագործեց ամերիկյան խոշոր ընկերություններում։ Նրա կարծիքը կարևոր էր պաշտպանական արդյունաբերության, ավիատիեզերական տեխնոլոգիաների եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում։ Այդ պատճառով նրան հաճախ համարում էին պետական ու գործարար աշխարհի միջև եզակի կամուրջ։ Իգնեշիուսը ղեկավար պաշտոն է զբաղեցրեց մի շարք խոշոր ընկերություններում, այդ թվում Aerojet-ում, Airwest-ում եւ General Dynamics-ում, որպես տնօրենների խորհրդի անդամ կամ բարձրագույն ղեկավար։ Նրա ազդեցությունը հիմնականում դրսևորվում էր ռազմաարդյունաբերական եւ ավիատիեզերական ոլորտներում։ Տարիներ շարունակ պաշտպանական արդյունաբերության շրջանակներում նա համարվում էր հեղինակավոր եւ ազդեցիկ ղեկավար։ Փոլ Իգնեշիուսի երկար ու բովանդակալից կյանքն ավարտվեց 2025 թվականի նոյեմբերի 6-ին 104 տարեկան հասակում, իր 105 ամյակից ընդամենը մի քանի օր առաջ։
Փոլ Իգնեշիուսի ընտանիքը ևս ակտիվ է հանրային կյանքում։ Նրա որդին Դեյվիդ Իգնեշիուսը ԱՄՆ-ի ամենահայտնի լրագրողներից ու արտաքին քաղաքականության վերլուծաբաններից մեկն է եւ երկար տարիներ աշխատում է Washington Post-ում։ Փոլ Իգնեշիուսը նաեւ սերտ կապեր էր պահպանում հայկական համայնքի հետ, մասնակցում էր հայամետ նախաձեռնությունների եւ աջակցում էր կրթական ու բարեգործական ծրագրերին Հայաստանի եւ Սփյուռքի համար։ Փոլ Իգնեշիուսի պատմությունը խիստ ուսանելի է բոլոր ժամանակների երիտասարդների համար։ Գլենդելից մինչև Վաշինգտոն անցած ճանապարհը կառուցվել էր կրթության, զինվորական ծառայության եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, եւ այդ հնարավորությունն այսօր բաց է տասնյակ հազարավոր ամերիկահայ երիտասարդների համար։ Գուցե առաջիկայում ելի մի հայ նախարար կունենանք Գլենդելից։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։